Դու ես չասես, չոտասին խա ասում է։ Լավնա, ուխ։ Ուխ։ Ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է Արմաղանից։ Իսկ սա Deepal G318 Secret Edition-ը։ Հիմա կհարցնեք ինչի համար ենք այս չինական տոկով, կիսատոկով հիբրիդ մեքենան բերել հասցրել այս սարերը, այս չոլերը, այս մեր գեղեցկությունները։ Ասեմ, որովհետև Deepal-ը այս G318-ի տեսքով արտադրել է մի հետաքրքիր մեքենա, այսինքն մեքենա, որը նախատեսված է հետաքրքիր ապրելակերպի համար, այսպես ասենք, որ շատ տենց ինչ-որ գժական օֆրոդների դե բնականաբար չէ, բայց այս sense գեղեցիկ տեղեր են, որ ընտանիքիդ վերցնես, երեխաներին դնես սիրուն, սփռոց, հաց պանիր, հավի խաշած դոշ, ձու թարխուն վերցնես, գնաս այս sense միտեղ նստես գեղեցիկ հաճելի ժամանակ անցկացնես։ Հիմա մենք այդ ժամանակը արդեն, ինչպես տեսնում եք, անցկացնում ենք, process-ի մեջ ենք։ Մենք այսօր այստեղ եկել ենք sense տուրի շրջանակներում, Normex ընկերությունը հաճախորդների համար այս կոնկրետ այս մեքենաներից գնաց այս գույնի G318 գնաց հաճախորդների համար կազմակերպել է sense հետաքրքիր տուր, ու մենք էլ ենք ներգրավել այս ամեն ինչի մեջ, ամպոչ քթալի նման, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է թե ինչա այս մեքենան իրանից ներկայացնում ու ինչ հնարավորություններ ունի առհասարակ, այսօր մեր շուկան առհասարակ հեղեղված է չինական քրոսովերներով, տոկով, չտոկով, հիբրիդային, եսիմինչ, մի խոսքով, գիտեք, շատ երկար բարակ գլուխ չցավացնեմ, ուրեմն այս տարբերակը հենց կոնկրետ այս մոդիֆիկացիան, ուրեմն 4 քաշող համակարգով հիբրիդ է, շարժիչ է, այսինքն ներքին այրման շարժիչ է, որպես գեներատոր աշխատում 1.5 լիտրանոց տուրբինացված շարժիչ եւ ունի 2 էլեկտրաշարժիչ, մեկը դիմացի կամրջակի համար օսը ոնց է, ասի օս։ Ունի 2 շարժիչ, մեկը դիմացի անիվների համար, մեկը հետևի, բնականաբար 4 քաշող է, դրա համար ենք եկել ստեղ, հետև կամ դեմ քաշող մեքենայով դժվար գայր, հաճելի չէր լինի մինիմում։ Սա ամենաֆուլ տարբերակն է, որը ենթադրում է նաև պնևմո կախոցներ, այսինքն բարձր, ցածր օֆրոդ ռեժիմներ, տարբեր եւ այլն։ Հիմա այսօր դա ենք փորձարկում։ Բայց մինչև դրան անցնելը, մի հատ եկեք ծանոթանանք այս մեքենայի հետ արտակնապես, արտակինից ու հասկանանք ինչ սիրուն մուլտիկից փախած մեքենա է, սա արդեն ռեստայլինգ տարբերակն է, սրա ոչ ռեստայլ է, այսինքն մի մոդել 9-ը կարելի ասել, այսքան գեղեցիկ չի, ճիշտ է, տենց որ ասեմ շատ ինչ-որ ֆանտաստիկ փոփոխություններ է կրել ռեստայլինգը, սուտ կլինի, բայց հաճելի փոքրիկ դետալներ փոփոխելով, ինչ-որ սենց ավելի կոկիկ, կոմպակտ ու սիրուն, ինչ? Բրուտալ, ասենք ոնց կարելի է սիրեն ասել բրուտալ, չես ռան չես կարող ասես բրուտալ, տեսք ունիսի բրուտալ է, բրուտալ, չէ, այս մեքենայի արտաքինը, օրինակ ինձ շատ հիշացնում է Land Rover-ը, օրինակ Defender-ը, մոտավորապես, պլյուս մինուս, դու այս բանը զրիցելինով բերես, արտաքնապես այս մեքենան հիշացնում է Land Rover Defender, հավանաբար, Toyota FG Cruiser, ինչ որ չափով նաև այսօր ճանապարհին հասկացանք, որ Ford Bronco-ին է նման։ Ճիշտ է, այնտեղ հիմա կասեք միտեղ կլոր լուսարցական միտեղ եսիմինչ, բայց ընդհանուր իր տեսակը, այս քառակուսի տեսակը, այս մռութը, այս հավաք քառակուսի, մի խոսքով, այս դիզայնը, այս բանը, այս edition-ը, այս special secret edition-ը, գալիս է նաև այս վերևի լուսարցակներով հզոր արտաճանապարհային պայմանների համար նախատեսված, նույնիսկ
այս մեջտեղի երկուսը ընթացքի ժամանակ չի կարելի վառել, այսինքն մեքենան ուղղակի չի թողնում միացնես։ Իսկ ծայրի երկուսը նու թողնում է, բայց խորհրդատրվում միայն արտաճանապարհային պայմաններում, այսինքն սարեր, ձորեր, անտառներ, որ լուսավոր լինի, տեսնես ուղղակի։ Ձեզ կթվա, որ այս բամպերի վրայի այս կրանշտեյնները դեկորացիա են, որ ուղղակի գեղեցիկ իբր մեքենան տենց բրուտալ է, բայց չէ, սրանք իսկապես աշխատող, չգիտեմ ոնց է բացվում։ Այս պետք է շուրուպներով քանդել։ Այստեղից քանդում ես, դուրս է գալիս մեծ ծանր, իսկապես ուժեղ, պինդ, մեքենայի թափքին, ամրացված, այսինքն կրանշտեյններ, որտեղ էլ թաղվի ես մեքենան, ինչ էլ պետք լինի քաշել, առանց խնդիր քաշես։ Այդ լավ է։ Այստեղ տեսնում ենք բավականին մեծ 20 դյույմանոց անվահեծեր, որը օֆրոդի համար այդքան չէ, ընդհանրապես լավ չի։ Օֆրոդի համար պետք է լինի փոքր անվահեծ, մեծ անիվով, փափուկ, բուլկի ու ցանկալի է արտաճանապարհային պայմանների համար նախատեսված մեծ պրոտեկտորներով։ Բայց դե սա օպցիա է, սենց հիմնականում սենց մեքենաները գնում են տեսքի համար, որ քաղաքում ասֆալտին վարեն, ուղղակի սիրուն մեքենա է, հա։ Բայց եթե կա մարդ, ով կցանկանա իսկապես այս մեքենան վարել այնտեղ որտեղ պետք է, իր համար կա նախատեսված 18 դյույմանոց արտաճանապարհային պայմանների համար նախատեսված անիվներով տարբերակ։ Այդ շատ լավ է։ Ընդհանուր մեքենայի դիզայնը բավականին հետաքրքիր է, ճիշտ է, էլի ինչպես ասեցի, շատ մեքենաներին է նման, բայց լավ մեքենաների է նման։ Ու լավ հետաքրքիր պայմաններում վարելու համար մեքենաների է նման, որը տրամադրում է քեզ։ Ու ես խորհուրդ եմ տալիս բոլորին մեքենա գնելուց գնել հետաքրքիր մեքենաներ, որ կյանքն էլ մի քիչ հետաքրքիր անցնի։ Օրինակ, sense մեքենա որ ունենաս, ստիպված հավանաբար այն որ կասես էլի լավ, մի օր գնանք Արմաղանի լիճը տեսնենք, վանքը տեսնենք, հետո դուրդ կգա, կսկսես հետաքրքիր տեղեր գնալ ու Հայաստանը բացահայտել։ Նաև սրահ ունի, այդպես լավ մեքենա է։ Օրինակ այն մեքենան չունի։ Սրահը էլի արտաքինի նման, արտաքինին համահունչ, ավելի շատ դեպի ամերիկյան էլի ավտո մեքենաշինություն, քառակուսի հետաքրքիր, sense մի քիչ այդ Wrangler-ա, Bronco-յա նման, հա, ոճով, հա, sense քառակուսիներով, բան, sense բռնակներով, մեծ փոխանցումատուփի բռնակով, որը շատ լավն է, ուղ, ստեղից պարկինգ։ Օրինակ առաջի անգամ նստեցի ես մեքենա, սենց էի ուզում դե դնեի, այսենց։ Որտեվ հիմա տենց կան, չէ՞։ Են TTs ու հենց այս ոճի բաներ կան, փոխանցումատուփի բռնակներ կան։ Բայց այս մարդավարի օրինակ բանն է, կլիմատ կոնտրոլի ջերմաստիճանն է, այս մեկը ուժեղություն թուլությունն է։ Հաճելի է որ կա գոնե մի քանի հատ կոճակ, թե չէ հիմա կոճակի կարոտ ենք մնացել արդեն այս նոր մեքենաների մեջ։ Պատրաստման նյութերը բավականին սովորական են, այսինքն հասարակ կարելի ասել, որովհետև հեսա վերջում կասեմ ինչի։ Այստեղ պլաստիկ է, այստեղ փափուկ պլաստիկ, այս ինչ որ տարօրինակ նյութ է, չգիտեմ ինչա, այս ալկանտարա չի, բայց ալկանտարային նմանացրած է, բայց ալկանտարա չի, չգիտեմ ինչա։ Չինացիք են ինչ որ մի բան էլի հորինել են, բայց հաճելի է, համ գեղեցիկ է, ասենց բան փափուկ տեսք է տալիս։ Համ ոչ է, ուրեմն ունի արտաճանապարհայինի համար նախատեսված շատ հետաքրքիր ռեժիմներ, ուրեմն պիսոկ, այսինքն հող, անապատ է ենթադրում, արտաճանապարհային ուղղակի խառը արտաճանապարհային պայմաններ, ջուր, մեքենան հնարավորություն ունի մինչև 60 սանտիմետր խորության ջրի մեջով տեղաշարժվել, այսինքն մինչև այստեղ, հեսա, նայեք 60 սանտիմետր, մինչև անվակամարների եզր կարաս մտնես ջրի մեջ։ Ինչը շատ լավ է, այսինքն այդ նշանակում է, որ դռների մեկուսացումը լավն է ու ջուր չի լցվելու ներս, տոկնել չի խփելու։ Ուրեմն վարման դե բնականաբար լիքը ռեժիմներ ունի, կոմֆորտ, սպորտ եւ այլն, դրանց շատ չենք անդրադառնում։ Բոլոր նստարանները ունեն եւ տաքացման եւ հովացման համակարգեր, ունեն մերսման համակարգեր ու բավականին շատ,
այն որ չինացիա, ռուսա, նայած ինչ նախասիրություն ունես, ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր է։ Ունենք պանորամա փակվող, բացվող, ինչը էլի շատ ու շատ մեքենաների վրա չկա։ Ես միջև հիմա զարմանում եմ, ոնց կարելի է ունենալ պանորամա, որի ապակին չի մքեցվում, օրինակ կան, չէ, որ ամբողջությամբ փակվում է, հա։ Բայց կան, որ չի մքեցվում, բայց ոչ էլ վարակույր է ունենում։ Այդ շատ դաժան ու տհաճ բան է բոլոր մեքենաների մեջ, որովհետև արևը ինչքան էլ ինքը արևից պաշտպանում է, միշտ գլխիտ է, միշտ աչքիդ մեջ է, ասենք հետևի նստած մարդիկ նստում են արևը։ Մի խոսքով, բավականին տհաճ բան է։ Ստեղ ունենք վարակույր, այսպես գեղեցիկ, ոտ։ Ունենք լյուկ, ու ասեմ ոչ բոլոր մեքենաների պանորամաներն են բացվող։ Էդ էլ է տենց բան էլի, թիթիզություն արդեն, որ լյուկ։ Ինչպես արդեն ասեցի, պատրաստման նյութերը շատ բավականին հասարակ են, հա։ Էկո կաշիներ, նու ալկանտարան կարող է էկո չի, ալկանտարայի էկոն որն է, ալկանտարայով, մանով, բայց այս մեքենան արժի ընդամենը մաքսիմում, հա, այն որ ամենաթույն կոմպլեկտացիան, այս կոմպլեկտացիան արժի մոտավորապես $40,000։ $40,000-ով կարող ես ունենալ մի հատ մեքենա, որը քեզ թույլ կտա ոչ միայն քաղաքում տեղաշարժվես A-ից B, այլ նաև դուրս գաս արտաճանապարհային պայմաններ, սարից սար, սար ու ձոր։ Հա, շնորհակալություն։ Ես մարդու փողը տվեք գնա, էլի։ Ամենակարևորը գիտեք ինչն է, որ նայեք, էլ եմ ասում, մատչելի նյութերից է պատրաստած, բայց ինչ որ հաճելի բան են գտել, հաճելի փոխարինիչներ։ Օրինակ սա հաճելի է, այստեղ հաճելի է, գեղեցիկ է։ Լավ հավաքած, չի ճռճռում, չի շղկդղկում, չնայած որ արդեն բավականին բարդ ճանապարհներով եկել ենք, հասել ենք ստե, լիքը մեքենաներ կարային արդեն ունենային տհաճ պլաստմասային ճռճռոցներ, ձիգը հաճելի է, լավ է, այսինքն լավ է հավաքած։ Միակ բացատրությունը ինձ համար, ու հավանաբար դա ճիշտ է, Դեչանգանը չինական կարելի ասել պետական բրենդ է, այսինքն պետության կողմից բավականին մեծ սուբսիդիաներ ստացող բրենդ է, ու իրանք հնարավորություն ունեն շատ ավելի մատչելի գնով տան շատ հնարավորություններ մեքենային։ Հնարավոր է մի օր այդ սուբսիդիաները կտրեն ու այս մեքենան էլ դառնա բավականին թանկարժեք մեքենա, հա, բայց այսօրվա դրությամբ ունենք այն ինչ ունենք հաճելի գնով, հաճելի մեքենա։ Աուդիո համակարգը մեքենայի բավականին լավն է, բավականին մաքուր երգում է, բարձր, չգիտեմ ինչ ընկերության արտադրությունը, բայց վրան գրած է դիփալ։ Կարող է հենց իրանք են արտադրում, չեմ կարող ասեմ, բայց բավականին մաքուր է ձայնը, հիմա չմիացնեմ, որովհետև անիմաստ է, չեք հասկանալու էկրաններից այդ կողմ, տես, բացահայտեցինք, այս նստարանը ունի zero gravity ունի, այստեղ ունենք ատամանկա, որ բարձրանում է, պարկում է, կարաս պարկես, քնես, հանգստանաս, հիմա գրեթե բոլոր չինական արտադրության մեքենաներն էլ դա ունեն, այդքան էլ ճիշտ։ Սկսվեց մեր երկար սպասված ճամփորդությունը, դեպի Արմաղանի լեռ այս հրաշքիջի 318-ներով, իրականում այս մեքենաները, այսինքն Չանգանը, այս մոդելին ստեղծել է որպես միջին օֆրոդի համար նախատեսված մեքենա։ Հիմա երկար ճանապարհ ունենք մայրուղիներով, այսինքն ասֆալտով, հետո արդեն Սևանից կմտնենք մի քիչ հաճելի արտաճանապարհային հատվածներ, մինչ դրան անցնելը տեսնենք ասֆալտում ու մայրուղիներին այս մեքենան ոնց է իրեն պահում։ Դե արդեն գիտենք, որ մեքենան 430 ձիաուժ է ու այդ հզորությունը 2.5 տոննայի համար վատ չի։ Հիմա շատերից շատ տարօրինակ կթվա այդ արտահայտությունը, հա, 430 ձիաուժը վատ չի։ Ընդամենը մի քանի տարի առաջ 430 ձիաուժը համարվում էր սպորտ քարի հզորություն։ Այս էլեկտրականները ու հիբրիդները ինչ մտան մեր կյանք, սա փչացավ, սա խառնվեց իրար։ 430 ձիաուժը 570 ոլորող մոմենտով ու 0-ից 100 արագացումը տվացա մոտավորապես մինչև 6 վայրկյան, այսինքն 5.9։ Այդ մենք ճանապարհին կչափենք, մի հատ հարմար տեղ կգտնենք, որովհետեւ շոկին չխանգարենք, տեսնենք ընթացքից ինքը այդ տպավորությունները, զգացողությունները ոնց է, այստեղ կարելի է մայրուղի է։
բավականին ծանր, այստեղ արդեն քաշը զգացվում է, բայց այդ խնդիրը գրեթե բոլոր էլեկտրամոբիլների մեջ են, որ սկզբում այդ 0-ից 100 արագացումը բոլորի մոտ շատ լավն է, սենց կտրուկ, հա, բայց հետո 100-ից կամ 150-ից են կողմ, դե 150-ից են կողմ մենք չենք վարել, այդ չի հարցը, բայց 100-ից օրինակ են կողմ, արդեն մեքենան սկսում է դժվար արագությունը զարգացնել, իհարկե չենք խոսում են գեր հզոր, հա, 700, 900, 1000 պլյուս ձիավուժ մեքենաների մասին չենք խոսում։ Եկեք հասկանանք այս մեքենան ինչի համար է նախատեսված ու ինչի համար է ստեղծված։ Այս մեքենան ընդհանրապես աերոդինամիկայի մասին չի ու մայրուղիներով արագ վարելու մասին չի։ Այս մեքենան հետաքրքիր ապրելակերպի համար է։ Հիմա կասեք, հա տենց շատ մեքենաներ կան էլեկտրականների մեջ, բայց կասեմ չէ, որովհետև այս մեքենան նախ էլեկտրական չի, հիբրիդ է, ինչը քեզ թույլ է տալիս շատ ավելի հետաքրքիր փորձությունների ենթարկել մեքենային ու մի քիչ ավելի հետաքրքիր տեղեր գնալ մեքենայով, որովհետև էլեկտրականով, չգիտեմ, մարդիկ կան, որոնք կարող է գնան հեռու սարեր ձորեր, բայց ես ամեն դեպքում ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս, որովհետև ամեն դեպքում էլեկտրական մեքենայով, չգիտեմ, անվստահելի ասեմ, թե ինչ, հա լավ, որ գնացիր, ասենք սար, հոսանքդ վերջացավ, ինչ ես անելու, կամ ինչ-որ մի խնդիր առաջացավ։ Չգիտեմ, ես խորհուրդ չեմ տալիս, ոնց ուզում եք, ինչ ուզում եք արեք։ Այս մեքենան հիբրիդ է, 1.5 տուրբինացված շարժիչով հիբրիդ է, քշի, ինչ ես ուզում, ասենք, այս ինչքան է այս արագաչափը։ 60 է, այսինքն կարելի է 70 գնալ։ Կառավարելիությունը ինչը շատ կարևոր է առհասարակ մեքենաների համար, ինչին շատ ավտոարտադրողներ առանձնապես ուշադրություն չեն դարձնում, որովհետև մի քիչ ծախսատար փորձարկումներ է ենթադրում կառավարելիություն ճիշտ կարգավորելը։ Հիմա օրինակ մենք գնում ենք 90 ու տենց թեթև ոլորաններով կոմֆորտում ենք, քանի որ մենք ունենք պնևմոկախոցներ, սպորտը ու կոմֆորտը իրարից իսկապես տարբերվում են, զգալի ինչ-որ տարբերություն տալիս է, ու մեքենան դառնում է մայրուղու վրա մի քիչ ավելի կառավարելի։ Մենակ մի խնդիր կա, որը ինձ այդքան էլ, այսինքն երևի սովորելու վրա, բայց ասենց նախնական կոմֆորտի վրա մի քիչ ազդում է կարելի ասել, ղեկը շատ կտրուկ է, ոնց որ մեջտեղի զրոյական կետը համարյա գոյություն չունենա, այսինքն այս մեջտեղին լյուֆտ կոչվածը մենք չունենք ու ձեռքդ երբ որ ղեկին է, հա երկու ձեռքով վարելու ժամանակ շատ ճիշտ է ու մեքենան առհասարակ տենց է պետք վարել, բայց երբ որ մի ձեռքով վարում ես ու թեթև ասենք ասֆալտի անհարթություն կամ ինչ որ մի փոքրիկ ձեռքի շարժ, միանգամից ղեկը զգում է ու տալիս է անիվներին ու մեքենան դա զգում է։ Այդ մի քիչ կոմֆորտի վրա ազդում է, որովհետև մեքենան դառնում է ավելի բան են ռուսերեն ասած ձորգննի, հա? Առհասարակ մի քիչ տես լյուֆտի տեղ թողնում են, էլի։ Օրինակ բան հիդրավլիկ համակարգով ղեկերում դա ավտոմատ կերպով լինում էր by default, բայց էլեկտրական արդեն ղեկային համակարգներում դա կարգավորումների հարց է, որոնք շատ դեպքերում ուշադրություն չեն դարձնում, ու մեքենավարողների 90%-ը վստահ եմ տես բաներին ուշադրություն չի դարձնում, այդ ուղղակի իմ սուբյեկտիվ ոնց որ մոտեցումն է ու ես ասում եմ այն ինչը այս պահին զգում եմ։ Այս բարձրության մեքենայի, այս քառակուսիության ու այս քաշի համար բավականին կոմֆորտնի է, բավականին լավ է իրան պահում ճանապարհներին, կան սրանից թեթև մեքենաներ, քրոսովերներ, որոնք շատ ավելի վատ տհաճ ճոճեր ունեն, ու կա հակառակը, որ շատ չոր են լինում, այսինքն ոնց որ այդ մեջտեղի բալանսը բռնելը մի քիչ դժվար է, այստեղ ինչ որ կերպ դրան հասած է, ես չգիտեմ միամիտ են ստացել, թե իսկապես ինչ որ նախագծել են, թե չէ, $40,000 ունենալ սենց ձայնամեկուսացում, սենց հաճելի ընթացք, իսկապես հաճելի է, ճիշտ է մենք հիմա հաճելի ասֆալտով ենք գնում, դեռ տհաճ ասֆալտներ ու ճանապարհներ չենք ընկել, դրա մասին քիչ ուշ կխոսանք, իսկապես շատ դժվար են պատկերացնում, որ 40,000-ով կարելի է այս հնարավորությունների այլ մեքենա գտնել, եթե գիտեք նման ֆենոմեն, խնդրում եմ կոմենտներում գրեք, վարածների մասին չգրեք, ասենք 14 թիվ Touareg
դրանց մասին չի խոսքը։ Ղեկային համակարգի վրա ազդում է սպորտ կոմֆորտը, գազի ոտնակի վրա բնականաբար ազդում է, փափկության մասին էլ չեմ խոսում։ Իսկապես տարբերությունը մեծ է, տարբերությունը զգալի է։ Ինձ թվում է այս մեքենան ամենօրյա վարման համար շատ հարմար մեքենա է։ Մեր Երևանի ու Երևանի, Հայաստանի ճանապարհները չգիտես ինչի բոլորը լավն են, Երևանի ճանապարհները ուղիղ դրա հակառակը։ Հա, ու հիմա Երևանում մեքենա վարելու համար պետք է ունենաս լավ պատրաստված բարձր crossover։ Մի քիչ չափերը երևի մեծ է մեր այսօրվա խցանումների համար, դե մոտ 2 մետր լայնություն ունի, 5 մետր երկարություն։ Շատ մեծ չի, իհարկե, բանի համար, արտաճանապարհային, հա, սենց off-road-ային ոճի մեքենայի համար, բայց դե փոքրիկներից է չի էլի, որ խցանումների մեջ պարկինգներ բանման, մի խոսքով։ Հիմա մեր trip-ը զրոյացրեցինք, հիմա այս պահին հաճնում ենք, նոր հաճնում, զրոյացրեցինք, գնում ենք դեպի Մարտունի, Մարտունու սարերը։ Մեզ հետաքրքիր է, քանի կիլոմետր է ստեղից Մարտունի ու ինչքան հոսանք կծախսենք ու ինչքան բենզին կծախսենք։ Գնալու ենք լրիվ սովորական ռեժիմով, առանձնապես ոչ տենց ուժեղ գազ ենք տալու, եսիմ ինչ, որովհետև դե բանով ենք կալոնայով գնում ենք, ոչ է շատ դանդաղ, այսինքն սովորական միջին վիճակագրական վարորդի մայրուղու վարելու ռեժիմով գնալու ենք։ Ահա, ու կհասկանանք։ Մոտավորապես ինձ թվում է 100 կիլոմետր կկանգնի այս ճանապարհը ու կիմանանք 100 կիլոմետր ռեյնջին ինչքան ենք ծախսում եւ հոսանք եւ բենզին։ Արտադրողացմա 170 կիլոմետր, բայց դե այդ այն չինական CLTC ստանդարտներ, բաներ, գիտենք այդ ինչա, բնականաբար չենք հավատում, ասում են վարվում է մոտավորապես 120-130 կիլոմետր մաքուր հոսանքով, իսկ բենզինի հետ խառը, այսինքն խառը ռեժիմում, հա, որպես հիբրիդ, վարվում է CLTC-ով 1200 կիլոմետր, բայց արդեն փորձած մարդիկ ասում են 1000 կիլոմետր։ Հիմա մենք կտեսնենք մեր 100 կիլոմետրը ինչքան է ստացվելու, էլի եմ ասում շատ հանգիստ նորմալ մարդավարի ռեժիմով, առօրյա ռեժիմով ենք վարելու։ Cruise control, հավանաբար ունենք cruise control, հոպալա։ Չոդաշուն շահին է։ Դրել ենք 100, գնում ենք cruise control-ով, ունի active cruise control, հա, ասում է ձեռքը դիրղեկին։ Նորմալ մարդավարի active cruise control ունի։ Իհարկե այդքան էլ խորհուրդ չեմ տալիս Հայաստանի ճանապարհներում առհասարակ օգտվել active cruise control-ից, որովհետև գծանշումները մի քիչ շատ բիգուդի են, էլի, ասենք կարող է միամիտ sense գծերը գնան, ընկնեն զորը։ Հետաքրքիր է ինչքան ժամանակ կնկատի, որ ձեռքս ղեկին չի։ Ինչքան ժամանակ հետո։ Յա բան չի ասում։ Ահա նոր ասեց։ Այսա երևի մի քիչ շուխուր կանի։ Բայց դե չթողա։ Լավ, բռնեցի, վсё։ Անջատեց cruise control-ը ու սկսեց արգելակել։ Նայեք, հոп, թարթիչը միացրել եմ, ինքը գիծը փոխում է, անվտանգ փոխեց ապրի։ Այս մեքենան, այս իր ամբողջ բոլոր հրաշքներով միասին, ինչպես արդեն ասեցի, արժի $40,000, մոտավորապես, հա, մինչև 40,000, կախված կոմպլեկտացիայից եւ այլն, ու այդ արդեն Հայաստանում, այսինքն հենց Հայաստանից կարող եք ձեռք բերել, օրինակ նույն Normex ավտոսրահից կարող եք ձեռք բերել, ովքեր առաջինն են այս մեքենան բերել, Restyling G318-ը, կա այլի G318 մինչև Restyl, բայց դե արդեն տեսակ ցույց տվեցի տարբերությունները, բան մանրուքները, այս մեկը sense մի քիչ ավելի հետաքրքիր է, գեղեցիկ է եւ այլն։ Հիմա շատերդ կասեք, որ ես միշտ չինական, էլեկտրական, թեկուզ հիբրիդ էլ կապ չունի, բայց չինական մեքենաները միշտ խորհուրդ եմ տվել, որ պաշտոնականներից ձեռք բերեք, որովհետեւ դե կոպիտ ասած չգիտենք ինչ է այս չինականը, չէ՞։ Չգիտեինք ինչքան կապրեր, ինչ խնդիրներ կառաջանար եւ այլն ու հանգիստ ապրելու համար պարզապես պետք էր գնել պաշտոնականից, որ բոլոր խնդիրները քեզ համար լուծեին պաշտոնականները։ Բայց այս արդեն 4-րդ տարին է, հա,
արդեն 4 տարի է, այդ բումը, չինական մեքենաների բումը սկսվեց 22 թվականից։ 4 տարի է մենք տեսնում ենք, որ այս մեքենաները նորմալ ապրում են, ինչ որ շատ շարքից դուրս չեն գալիս, ու կան մոդելներ, կան տեսակներ, որոնք իսկապես են, որ բանի պես, պոպկորնի պես պայթում են, հա, որոշ ժամանակ հետո, բայց դե այդ մեքենաներին այսքան ժամանակ չենք էլ անդրադարձել։ Դրա համար, քանի որ մի քիչ արդեն ինչ որ չափով, ես դեռ չեմ սիրում չինական առհասարակ ավտո արդյունաբերությունը, չեմ սիրում էլեկտրամոբիլ, բայց ամեն դեպքում մեր աշխարհայացքը այսօր լայնացնելու համար արդեն հանգիստ վստահ կարելի է նաև ոչ միայն պաշտոնական ներկրողների մեքենաներին նայել, որովհետև բավականին շատ հետաքրքիր մեքենաներ գալիս են, որոնք պաշտոնականները պարզապես իրավունք չունեն օրինակ ներմուծելու, հա? Իսկ սովորական ավտոսրահները, ովքեր չեն ներկայացնում ինչ-որ կոնկրետ բրենդ, այսինքն պաշտոնական չեն, ինչ ուզում են, բերում են։ Այսինքն հենց չինականի ներքին շուկայի համար արտադրված տարբերակներ էլ կարող են բերել։ Նույն օրինակը բերեմ, հա, կհիշեք, որ Չինաստանում էի Zeekr 8X-ն էինք փորձարկում։ Zeekr 8X-ը ուներ երկու տարբերակ, 900 ձիաուժ եւ 1400 ձիաուժ։ 900 ձիաուժը Հայաստան թույլ տալիս են, որ մտնի։ 1400 ձիաուժը ոչ։ Բայց օրինակ նույն Normex-ը, հա, հաստատ եթե մեկը ցանկություն ունենա 1400 ձիաուժանոց SUV ձեռք բերի, կարող է ձեռք բերի։ Հնարավորությունը կա։ Այնպես որ եթե ձեզ կհետաքրքրի յուրաքանչյուր չինական արտադրության, յուրաքանչյուր կոմպլեկտացիայի եւ մոդիֆիկացիայի մեքենա, կարող եք դիմել Normex-ին, որի կոնտակտները վիդեոյի ներքևում թողնում եմ, լինքն էլ դրած է, կարող եք մտնել իրանց սոցկայքեր եւ շփվել իրանց հետ։ 90%։ Ինչ ես անում։ Ես տորմուս տալիս։ Դու ինձ չասես, չոդասին խասում եմ։ Բարոդ է։ Ադրա համար։ Ուրեմն ես չգիտեմ դու ոնց կմտնես աղջի։ Հասանք Մարտունի, մեր թույն ճամփորդությունը բերեց մեզ հասցրեց Մարտունի։ Հիմա կանգնել ենք, որ ձեզ ցույց տամ նոր Հաճնից, Երևանից մոռացել էի բնականաբար, մինչև Մարտունի, ինչ կանենք վարել ու ծախսը ինչա ստացվել առհասարակ։ Так, ուրեմն միջին բենզինի ծախսը մեզ մոտ 5.8 լիտր է 100 կիլոմետրին։ Ստեղ մենք վարել ենք մի րոպե 80, գումարած 23, 103 կիլոմետր ենք եկել, որից 80 կիլոմետրը եկել ենք բենզինով, որը աշխատել է 57 րոպե։ 57 րոպե ճանապարհի եկել ենք բենզինով 80 կիլոմետրը։ Հոսանքի միջին ծախսը 23.3 կիլովատ է 100 կիլոմետրին, չգիտեմ դա ձեզ ինչ-որ բան ասում է թե չէ, ես այդքան լավ դեռ չեմ հասկանում հոսանքի ծախսերից։ Ճանապարհ անցել ենք 24 կիլոմետր համարյա ու ընդհանուր ժամանակը մեր 1 ժամ 58 րոպե է։ Արեք ձեր հետևությունները, ձեր ենթադրությունները, կարաք կոմենտներում գրեք, ես հիմա շատ է այս ծախսը հիբրիդ մեքենայի համար, թե չէ 430 ձիաուժի համար։ Իսկ մենք այս կետից գնանք նախ մի հատ չափենք 0-ից 100 արագացումը ու հասկանանք չինացիները ստեղել են խափում թե չէ։ Ու արդեն կամաց բարձրանանք սարերով, ձորերով։ Ահա, հիմա ստեղ ունենք սենց մի քիչ ուղիղ տեղ, որտեղ մենք արագ կկանգնենք, մայրուղու վրա ենք, մեզ կարելի է 100 գնալ եւ այսպես 3, 2, 1 գնացինք։ Давай, 100։ Ահա։ Հիմա ստեղ տակը ժամանակը կդրվի, դուք կիմանաք ինչքան է 0-ից 100-ը, ես դեռ չգիտեմ։ Կարանք մի հատ էլ փորձենք, որ ավելի հստակ թիվ ստանանք։ Հա, ու նշեմ, որ այս պահի դրությամբ, այս էլ է կարևոր էլի, այս էլեկտրամոբիլների ու հիբրիդների մեջ։ Այս պահին մեր հոսանքը 45% է ընդամենը ու ասում են դա էլ է ազդում բանի վրա, հզորության։ Հավանաբար այդպես է, մի հատ էլ ենք փորձում, 3, 2, 1, գնացինք։ Հիշացնում եմ, որ մեր մեքենայի մեջ կա 3 հոգի առողջ տղամարդ, փախտանդամ, բավականին կերած խմած տղամարդկանցով, բեռնախցիկում լիքը ուտելիք, այսինքն այս 2.5 տոննային մոտավորապես, մի 200 կիլո էլ պլյուս, հա։
Էս։ Վայ։ Տեսար, օրա խելոքեր, ապրես ջան։ Եկանք հասանք մեր երազանքների վայր, բարձրանում ենք Արմաղան լեռը։ Հիմա անցնում ենք մի հատ հետաքրքիր օֆրոդի ռեժիմ։ Նայեք, ինչպես արդեն գիտենք, այս մեքենան ամբողջությամբ ռամային չի, ռամնի չի, իր թափքը, այլ ինտեգրիրованный, այսինքն ներկառուցված ռամայով, ինչը հնարավորություն է տալիս արտաճանապարհային պայմաններում հետաքրքիր տեղեր գնալ, շատերի համար ոչ հասանելի, բայց դե այն շատ չոր օֆրոդը դե բնականաբար այս մեքենայով չես կարող անել։ Բարձրանում ենք Արմաղան սարը, Արմաղան լեռը, ու եթե մարդիկ կան ովքեր եղել են, գիտեն ինչպիսին է ճանապարհը։ Դաժան չի, բայց այն հանգիստ գրունտային ճանապարհել չի։ Բավականին քարոտ, փոսոտ, մանավանդ մի քիչ անձրևից հետո տեղ-տեղ ցեխոտ ու պետք է մեքենա, որը համ ունի գրագետ լավ մշակած 4 քաշող համակարգ, համ ունի լուսաձեռքի հնարավորություն, որ տակերը ամեն քարին չխփի եւ այլն։ Հիմա այս մեքենան, անկեղծ եմ ասում, դեռ ճանապարհի կեսն ենք եկել իհարկե, բայց ոչ մի տեղ այսքանից ավել ոչ գազ եմ սեղմել, ոչ բան եմ արել, ոչ ինչ-որ անհանգստություն է պատճառում, ոչ մի տեղ նեղվում է, դեռ շատ հանգիստ գնում ենք։ Ես հուսամ, որ մի քիչ ավելի հետաքրքիր այս մեքենայի համար տեղ կգտնենք ճանապարհին, որովհետև սենց իր համար շատ հանգիստ է։ Դիմացը, խնդրեմ։ Բավականին քարոտ, մեծ քարերով, անդուր տեղ, բամպեր ջարդելու ու մեքենայի տակը խփելու տեղ։ Նայեք ինչ հանգիստ է, գազը թեթև սեղմում եմ, նայեք։ Ոչ ակերը տեղապտույտ են անում, ոչ բան, ոչ սենց փոշի, ոչ ման հանգիստ սենց գնում է։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս սենց մեքենա, որովհետև սենց մեքենա, որ ունենում ես, ստիպված ապրելակերպդ փոխվում է մի քիչ ավելի հետաքրքրի, որովհետև մտածում ես դե ոնց որ սենց լավ մեքենա ունենք, հիմա ինձ թվում է բանը, նայ կախածակը, նայ։ Հիմա դիմացի աճակը կախած է։ Հավանաբար նույնիսկ 2 ակով, որովհետև մեկ դիմացներ կպած, մեկ հետևի ձախը, մեկ դեմի աճը, ու այսինքն այս 2 անկյունային ակերով շատ հանգիստ շարժվեցինք։ Էս ինչ սիրուն տեղ, Էս ինչ սիրուն տեղ, ինչ են սարքել։ Բիսեդկա։ Լուրջ ես ասում։ Բարձրությունը լիովին թույլ տալիս է այս մեքենային գնալ դժվար տեղեր, թե քարքարոտ, թե փոստ, ցեխ եւ այլն, ռեժիմները թույլ տալիս են։ Միակ վախը, որ տենց մեկը միշտ մեջդ մի քիչ կա, այդ այնա, որ մեքենայի տակի հատվածում բնականաբար կան մարտկոցներ, մարտկոցների վնասվելուց գիտեք ինչ հերա լինում, հավանաբար շատերդ տեսած կլինեք ինտերնետներով, բայց ստեղ կա պաշտպանիչ շերտ, բայց չեմ կարող ասեմ ինչ որակի, որ ասեմ, չգիտեմ, այս 2.5 տոննան, որ մի հատ քարի վրա ասենց այդ մարտկոցով ընկնի, չգիտեմ ինքը ոնց կպաշտպանի։ Երաշխիք չունեմ, չեմ կարող տամ։ Բայց ամեն դեպքում կա, վիզուալ փակ է, հուսանք գոնե ինչ-որ փոքր մանր բաներից, թեթև վնասվածքներից կփրկի։ Ամեն դեպքում պետք է զգույշ լինել արտաճանապարհային դուրս գալուց, որովհետև դե բան չի էլի, բոլիդ չի օֆրոդի։ Նայեք, sense քարքարոտ ճանապարհներով գնում ենք շատ մեքենաներ, այդտեղ արդեն լիքը տհաճ ձեներ կհանեին սրահի տարբեր անկյուններից, տարբեր ծակերից։ Այդտեղ չկա, այդտեղ հանգիստ, sense փափուկ, կոմֆորտ, քո համար գնում ես, նույնիսկ մի քիչ արագ ես գնում, նույնիսկ ծիտիկներն են sense գեղեցիկ կողքդ թրջկոտում։ Ռոմանտիկա։
Այս պնևմոկախոցները իսկապես բավականին լավ են աշխատում, բավականին հետաքրքիր կլանում են այդ փոսերը։ Ճիշտ է, մի քիչ կոպիտ է off-road ռեժիմում։ Off-road ռեժիմ դնում ես բավականին կոպիտ է։ Բայց եթե հանկարծ ստեղ դնենք comfort ռեժիմ, comfort mode, նենց կճոճի մեքենան, որ սիրտներս կխառնի։ Ունի նաև այդ սարից իջնելու օգնող համակարգ, սպուսկ զգարի, այսպես ասած, որ սեղմում ես ու շատ կտրուկ վայրեջք, ինչա կոչվում, սպուսկը։ Հա։ Հա։ Այսպես, վայրեջքը բան չի, այրոպորտում չենք ախպեր։ Մեծ անկյուն ունեցող ճանապարհը, որ պետք է իջնես, ինքը քեզ օգնում է։ Էլեկտրոնիկան խեղդում է, ինչ որ մի, չգիտեմ, 10 կմ/ժ արագություն պահում է, կամ 5 կամ 1 ըստ սիտուացիայի։ Ու հանգիստ անփորձանք իջնում ես, ինչքան էլ որ դժվար թաց, ցեխ մակերես լինի։ Մեր արշավախմբի անդամներից մեկը այնքան տանջեց իր մեքենան, իր սեփական մեքենան էր, էլի։ Մեր սեփականը չի, դրա համար չենք տանջում, որ անկեղծ բոլորս մտածում էինք, որ ստեղից բանի այնի ուղաթիռով ենք այդ մեքենան հանելու, բայց չէ, մինչև հիմա դեռ շարժվում է այդ մեքենան ու դեռ գնում է դեպի Երևան։ Պարզ չի ինչ կլինի իր ճակատագիրը, քիչ անց, բայց այս պահի դրությամբ բավականին դժվար ու հետաքրքիր փորձությունների մեջով անցել ու բավականին պատվովա դուրս եկել։ Բոլորը զարմացած էինք անկեղծ։ Հայ։ Հավա։ Չէ, հլստե է։ Լավնա, ուխ, Հիմա մի հատ նայենք մոտավորապես այս սարերում զուտ հետաքրքիր է, ինչքան էներգիա ենք ծախսել, հա, բայց պետք է գումարում հանում անենք, հա։ 14.5 կիլոմետր վարել ենք բան, բենզինով, 3.4 կիլոմետր էլեկտրական, 8.3 լիտր է ծախսել 100 կիլոմետրի հաշվարկով, բենզին, 25.8 կիլովատ էլ ծախսել է էլեկտրական շարժիչի հաշվարկով, այսինքն մարդկոցի հաշվարկով, 8.3 լիտր սարերում։ Մի խոսքով կարելի է ասել, որ բավականին խնայող մեքենա է, նույնիսկ սենց սարային պայմաններում, այնպես որ ամենահետաքրքիր տեղն էլ որ գնաք, դժվար թե ինչ որ ճանապարհին մնաք բենզինի կամ բանի լիցքավորման պատճառով, հա, վերջանալու պատճառով։ Լավ է, հավանաբար, մի հատ կոմենտներում գրեք, սա նորմալ ծախս է հիբրիդի համար, սարերում, արտաճանապարհային պայմաններում, թե չէ։ Ես բոլոր ձեր կոմենտները կարդում եմ, անձամբ ես բոլոր կոմենտներին պատասխանում եմ։ Ես գիտեմ դուք ինչ մեքենաներ եք սիրում, ինչ մեքենաներ եք, մի րոպե սուսեք թե։ Պրոստը խոսում են։ Գիտեմ ինչ մեքենաներ եք ուզում, որ մենք փորձարկենք, նույն ասենք CLS 63-ին կամ ինչ եք ուզում, F90, հա, մենք գիտենք դրանց մասին, մենք փորձում ենք գտնել լավ մեքենաներ, ման ենք գալիս։ Փոքրիկ ավարտական ամփոփում եւ իմ կարծիքը առհասարակ այս մեքենայի մասին։ Այս գնի, այս սեգմենտում ես մեքենա չեմ պատկերացնում։ Եթե դուք պատկերացնում եք, նորից մեկ անգամ ասում եմ, գրեք կոմենտներում, թե որ մեքենան կարող է ըստ ձեզ այսքան հագեցված տարբերակով լինել մոտավորապես $40,000։ Իրա համար շատ լավ է, այսինքն այն ինչը տալիս է գնի համեմատ հրաշալի բան է։ Տեսքը տեղը բավականին գեղեցիկ, գույնը շատ լավ, սա յուրահատուկ գույն է, օպցիաները, բաները, ամեն ինչը շատ հաճելի է, շատ հավես է։ Բայց մի հատ շատ ավելի կարևոր բան եմ ուզում ասել, առհասարակ խոսում էի պաշտոնական եւ չպաշտոնական ավտոսրահներից, հա, պաշտոնականները դե գիտենք առավելությունները, ունեն նաեւ այն առավելությունը, որ վստահելի են։ Պաշտոնական ավտո ներմուծող ընկերությունը, պաշտոնական բրենդի ավտոսրահը, հա, իրանց հետ խնդիր չի լինում, բայց ոչ պաշտոնականների դեպքում, ինչպես Հայաստանում շատ կան։ Մախինացիաներ, խաբեբայություններ, մի խոսքով լիքը պրոբլեմներ լինում են ոչ պաշտոնականների հետ կապված, դրա համար ես առհասարակ խորհուրդ էի տալիս ձեռք բերել մեքենան պաշտոնականներից, իսկ Հայաստանում այսօր կան նաև ոչ պաշտոնականներ ու բավականին շատ, որոնցից ոմանց հետ
կարելի է նաև կոպիտ ասած գործ բռնել, որոնք բարեխիղճ են, ունեն լավ անձնակազմ, հաճելի անձնակազմ, կան ոմանք նաև ովքեր ասենց հետաքրքիր բաներ են կազմակերպում իրենց հաճախորդների համար։ Մի խոսքով, մեքենա ընտրելիս նախ եւ առաջ մի հատ լավ պատկերացրեք ձեզ, ինչ մեքենա է պետք, ինչի համար է պետք, արդյոք տվյալ մեքենան կհամապատասխանի ձեր պահանջներին, թե չէ։ Երկրորդը, մտածեք, հասկացեք եւ լավ փնտրեք, թե ում հետ պետք է համագործակցեք։ Դա շատ կարեւոր է այսօր մեր հայկական իրականությունում։ Չինական ավտոարդյունաբերության հայկական իրականությունում։ Այսքանը սա Drive News-ներ, ձեզ հետ տոշներ Արմաղանից, ինչպես միշտ հաճելի մարդկանց հետ։ Ստեսություն։ Ստեսություն։ Ես գնացի պրոստը։